Երբ Գագիկ Ծառուկյանն ասում է, թե ինքը մարդկանց օգնել է, պետք է բացել նաև մյուս թղթապանակը։ ՀՀ գլխավոր դատախազությունը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործ է վարում Ծառուկյանի և նրա հետ փոխկապակցված անձանց դեմ։ Հայկական մամուլի հրապարակումներում պահանջի չափը ներկայացվել է մոտ 86-87 միլիարդ դրամի ակտիվների շրջանակում։ Գործի մասին հրապարակված ցանկերում նշվել են տասնյակ անշարժ գույքեր, ավելի քան 40 ավտոմեքենա, ընկերությունների բաժնեմասեր և խոշոր ֆինանսական միջոցներ։ Հրապարակումներում հիշատակվել է նաև Շանգրի-Լա խաղատան հետ կապվող Օնիրա Քլաբ ընկերության 97% բաժնեմասը։ Սա ընտրությունների համար կարևոր է, որովհետև փողը չեզոք չէ, երբ դրա հետ գալիս են հեռուստատեսություն, բիզնեսներ, փոխադրամիջոցներ, տեղական ազդեցություն, աշխատատեղեր և բարեգործական խողովակներ։ Այդպիսի կառուցվածքով քաղաքական գործիչը քարոզարշավ չի մտնում միայն կարգախոսներով։ Նա մտնում է կախվածություններով։ Աշխատակիցներին կարելի է մոբիլիզացնել։ Տեղական ազդեցիկներին կարելի է պահել համակարգում։ Աղքատ ընտրողին կարելի է մեղմացնել օգնությամբ։ Մեդիան կարող է փայլեցնել կերպարը։ Դրա համար ապօրինի գույքի գործը կողքի պատմություն չէ, դա քաղաքական քարտեզի մաս է։ Եթե այդ ռեսուրսների ծագումը վիճարկվում է դատարանում, ընտրողն իրավունք ունի հարցնել, ինչով է ֆինանսավորվում այս վերադարձը։